Մետրոյի աջափնյակ կայարանի ներդրումային ծրագիրը 98 միլիարդ դրամ է։ Այս պահին ֆինանսավորումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ Որևէ միջազգային գործընկերների հետ կամ վարկային գործիքակազմով ներկայությամբ խոսակցություն չի գնում, որ ծրագիրը կֆինանսավորվի։ Այս մասին նշվեց հունվարի 12-ին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Նախագծային աշխատանքները տևել են 2021-ից 2025 թվականներին եւ 2026-ից 2031-ը փաստացի իրագործման փուլն է նախատեսվում։ Նախագիծը ավարտվել է 25 թվականին։ Ներդրումային ծրագիրը կառավարության կողմից սահմանված կարգով ներկայացվել է կառավարություն, որպեսզի վարչապետի մոտ վերջնական քննարկում տեղի ունենա։ Գերակաշահի մասին որոշումը կառավարությունում հաստատվելուն պես մեկնարկելու են օտարման գործընթացները։ Մրցութային գործընթացներում հնարավոր են ձգձգումներ հաշվի առնելով, որ խոշորագույն ենթակառուցվածքային ծրագիր է։ Մեծ հավանականություն կա, որ մրցութային գործընթացները կազմակերպվեն այնպես, որ հնարավոր լինի միջազգային լուրջ խաղացողներ եւ ընկերություններ ներգրավվեն։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը խնդրեց փաստաթղթի նախագծի պատրաստման ժամկետ ասել, ինչին հնչեց պատասխան, որ մինչև այս ամսվա վերջ արդեն կունենանք նախագիծը։ Մետրոյի Սուրմալու կայարանի բյուջեն գնահատման ընթացքում է։ Որոշակի ինտուիտիվ պատկերացում դեռ չկա։ Սուրմալու մետրոյի կայարանի կառուցման ծրագիրը ենթադրվում է իրականացնել համայնք-պետություն մասնավոր գործընկերությամբ։ Այս մասին նշվեց Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Նշվեց, որ 25 թվականի օգոստոսից հայտարարված ծրագրի տեխնիկա-տնտեսական իրագործման մրցույթը երկու անգամ չի կայացել մասնակիցներ չլինելու պատճառով։ Սպասվում են նոր մրցույթներ։ Այս ամենի հիման վրա 2026 թվականին կունենանք պայմանագրեր, կավարտենք նախապատրաստական աշխատանքները եւ արդեն ներդրումային ծրագրի մրցութային գործընթաց կսկսենք։ Ռիսկերը մրցութային գործընթացների ձգձգումների հետ են կապված եւ հնարավոր է նաեւ ներդրումային նվազ հետաքրքրություն լինի։ Այդուհանդերձ այստեղ նաեւ ներգրավելու ենք արտաքին գործընկերներին։ Բոլոր հնարավոր հաղորդակցության խողովակները օգտագործելու ենք, որպեսզի հնարավորինս նաև միջազգային հանրությանը եւ տեղական ներդրողներին հասանելի լինի ներդրումային ծրագիրը եւ հետաքրքրությունը մեծանա, նշվեց խորհրդակցության ժամանակ։ 2026 թվականի սկզբին Եվրոպայի ստորգետնյա գազապահեստարանները լցված էին 60%-ից էլ պակաս, հայտնել է Գազպրոմը հղում անելով Եվրոպայի գազային ենթակառուցվածքներ ասոցիացիայի տվյալներին, որը միավորում է եվրոպական գազային ենթակառուցվածքների օպերատորներին։ Հունվարի 4-ի դրությամբ Եվրոպայի ստորգետնյա գազապահեստարանների լցվածության մակարդակը կազմել է 59.9%։ Անցյալ ձմռան այս մակարդակը գրանցվել է հունվարի 3-րդ տասնօրյակում, հայտարարել է ռուսական պետական ընկերությունը։ Իրավիճակն ամենավատն է Նիդերլանդներում, որտեղ պաշարները կազմել են 46.1%։ Գերմանիայում ստորգետնյա գազապահեստարանները լցված են 54.1%-ով, իսկ Ֆրանսիայում 55.7%-ով։ Դուրսբերման սեզոնի սկզբից ի վեր եվրոպական ստորգետնյա գազապահեստարաններից արդեն դուրս է բերվել 23.6 միլիարդ խորանարդ մետր գազ։ Ձմռան նախապատրաստման համար ներարկված ծավալի գրեթե կեսը, հավելել է Գազպրոմը։